Հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է, բարև ձեզ։ Իմ ջերմ ողջույնները բոլոր մեր հեռուստադիտողներին, սփյուռքահայ մեր բարեկամներին եւ մեր երկրի բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր միշտ հետևում են մեր հաղորդումները։ Հարգելի հեռուստադիտողներ, այդ մեր միասին լինելը կարծում եմ եւ մեզ եւ ձեզ օգտակար է։ Շարունակենք այդպես միասին աշխատել։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից, իսկ դուք գիտեք, որ մեր ազգային խոհանոցը աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցն է։ Բարեկամներ, ես այսօր հյուր ունեմ եւ իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Ֆիջի ռեստորանի ավագ խոհարար, մեր լավ բարեկամ ձեզ քաջածանոթ արդեն կայացած խոհարար Զվարթ Գասպարյանի հետ։ Ողջույն Զվարթ։ Ողջույն Սեյթրեփ։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ, հարկավոր։ Տրամադրությունը բարձր է։ Շատ բարձր։ Ինչ ենք պատրաստելու Զվարթ ջան։ Այսօր պատրաստելու ենք իշխան ձկան ֆիլեն խմորի մեջ։ Խմորի մեջ, լավ։ Պետք է պատրաստենք ջեռոցում։ Պատրաստենք ջեռոցում։ Ես խմորի հետ գործ չունեմ, ինձ վրա հույս չունես։ Ես նրա հետ մեծ հաճույքով աշխատում եմ։ Ասա դու ինչ պետք է անեմ, թվարկենք նախ թե ինչ համեմունք, ինչ խմորը նախորոք պատրաստել եմ, նրա մեջ կաթ կա, կաթով, կաթ, գոլջուր, ձու, այո, կարագ, մի փոքր կարագ, որպեսզի այն ավելի փխրուն լինի, եւ ավելի համեղ լինի իշխան ձկան հետ։ Այո, իշխան ձուկ, խմոր, պանիր եմ տեսնում այստեղ։ Այո, պանիրը վերջում։ Հիմա տագդեղ պիտի օգտագործեինք անպայման, չէ, նախնական չէ։ Մենք խմորի հետ մի թեթև աշխատենք։ Չէ, ուզում եմ թվարկենք, օգտագործելու ենք։ Ինչ ենք օգտագործելու։ Տագդեղ, այո, լոլիկ, այո։ Քանի որ այն պետք է պատրաստենք տապակի մեջ։ Ես ոչինչ չանեմ։ Ես այն նույնիսկ ալյուրով չեմ բացի, ձեռքով կբացեմ։ Խմորի հետ հեշտ է աշխատելը։ Ում համար հեշտ է, ում համար դժվար։ Իսկ բանջարեղենը ինչ պիտի անեմ։ Բանջարեղենը հնարավորինս օղակաձև կկտրտենք։ Այսինքն ո՞նց հնարավոր է օղակաձև։ Ասենք որ ինքը պահպանի իրեն տեսքը օղակներով։ Եվ լոլիկը եւ տագդեղը։ Լոլիկն էլ կարելի է։ Օղակաձև։ Այո։ Խմորից մի յուրահատուկ ափսե ենք պատրաստում, հա, ես այսպես տեսնում։ Այո, մի քիչ բարձր։ Դրա մեջ բարձր։ պատրաստելու ենք, հենց դրանով էլ մատուցենք։ Հնարավոր է որ մատուցենք կամ կարծում եմ կարող ենք հանել։ Կարող ենք հանել։ Փորձենք, եթե դուրս եկավ կհանենք, եթե չկարողացանք հանել, հենց այդպես էլ կմատուցենք, թողով որ ճաշակում են այլ հան։ Ուրեմն վերցնում ենք ձկան ֆիլեն։ Ձկան ֆիլե առանց մաշկի եւ կողոսկրի կտրատում ենք։ Այո։ Բայց կարծում եմ որ տախտակի վրա։ Ես ուղղակի չուզեցի տախտակը ճկոտեմ։ Հացը այդ խմորից որ բնականաբար ջեռոցում պիտի դառնա հաց։ Այս հացը նույնպես պիտի ճաշակենք, հա։ Անպայման։ Միասին։ Զվարթ, ես տեսնում եմ կարքին ուտեստ է դառնալու։ Շատ համեղ։ Մենք այն պանիրով մի քիչ էլ կհամեմենք։ Ստացվում է արագ ու համեղ ուտելիք։ Արագ, համեղ, առողջարար։ Այո։ Կարևորը մեր Սևանի իշխան ձկով։ Մեր Սևանի իշխան ձուկ տապակի մեջ եւ այս վիճակով դնում ենք ջեռոցը։ Ջեռոցում քանի աստիճան։ 180 աստիճանում կես ժամ։ 180 րոպե։ 30 րոպե։
30 րոպեն անցավ եւ այս հիանալի ուտեստը ես իրոք որ չէի սպասում, որ այսպեսի տենց հիանալի ուտեստ է լինելու։ Պատրաստ է արդեն։ Կարծում եմ այսպես մի քիչ զգուշությամբ հանենք, հա։ Այո։ Քանի որ ձեթով ենք արել տակը, ուտեստը չի կպե տապակին։ Շատ լավ, եւս մեկ անգամ հիշեցնենք, խմոր արեցինք, Այո։ ձուկը, ձկան ֆիլեն, իշխանի ֆիլեն դրեցինք մեջը եւ շարեցինք լոլիկ, տակդեղ, վրան պանիր մացարելա եւ դրեցինք ջեռոցը 180 աստիճան եւ 30 րոպե։ Ներկայացրու խնդրում եմ այս ուտեստը։ Եվ քո առաջարկները, քո խորհուրդները մեր հեռուստադիտողներին։ Հնարավորինս հեշտացնելու համար այս ուտեստը կարելի է պատրաստել ուրիշ ձկով, կարելի է պատրաստել ուրիշ պանրով, վրան լինի պարտադիր չէ։ Այսինքն կարևորը հոգի դնել մեջը եւ դնել ջեռոցը։ Այո, հոգին տեսա։ Կարևորը հոգին է։ Շատ լավ, հայրերի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Զվարթին եւ ցանկանանք, որ յուրաքանչյուր ուտեստ, յուրաքանչյուր գործի մեջ ինքը հոգի դնի։ Այդպես էլ անում եմ։ Շնորհակալություն Զվարթ ջան։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Եվ նախքան ավարտելը ուզում եմ շնորհակալությունս հայտնել Ֆիջի ռեստորանային համալիրի տնօրինությանը նկարահանումներին աջակցելու համար։ Ես ուզում եմ, որ միշտ հանդիպենք եւ միշտ հանդիպենք մեկ նպատակով, որ այդ հանդիպումները լինեն արդյունավետ եւ այդ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Իշխանը խմորի մեջ, իշխան ձկան ֆիլե 2 հատ, պանիր 300 գրամ, տակդեղ 150 գրամ, լոլիկ 80 գրամ, աղ, խմորը, կաթ 100 մգ, ձու 1 հատ, ջուր 100 մգ, կարագ 30 գրամ, ալյուր, որ պինդ խմոր լինի։ Բարեախորժակ։